Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գարին Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ինչ են քննարկել սահմանադրական դատարանում, փակ դռների հետևում, փաստաբանը մանրամասներ է ներկայացրել։ Ադրբեջանը նոր առաջարկ է ներկայացրել անհետ կորած անձանց հարցի վերաբերյալ, Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է գործակցել Հայաստանի հետ։ Հավաստագիրը ձեռքին է, բայց դա անբանալին դեռ ոչ, հազարավոր արցախցի ընտանիքներ ամիսներ շարունակ տուն են փնտրում, բախվելով թանկացած անշարժ գույքի, բանկերի մերժումների և անորոշ սպասման հետ։ Ապահովագրությունը ընդլայնվում է, խնդիրները նույնպես, առողջապահության նախարարի նոր խոստումները հին խնդիրների ֆոնին։ Սահմանադրական դատարանի դռնփակ նիստն ավարտվել է։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով նախորդ նիստերի ժամանակ որոշվել էր գաղտնի ինֆորմացիաներ կան, այդ թվում նախաքննական և պետական գաղտնիք պարունակող։ Նաև գաղտնի ցուցակով քվեարկող ընտրողների, հիմնականում զինծառայողների վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով որոշվել է նիստերը փակ անել։ Նա հայտնել է, որ գտել են 27800 ստորագրության բացակայություն, մինչդեռ ենթադրվում է, ինչքան ընտրողը եղել է, այնքան ստորագրություն պետք է լինի։ Իրենք ասում են կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն։ Հետևաբար այդքան ընտրող չի գնացել, բայց այդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինի լցոն։ Այսինքն համարը չի գնացել։ Կամ այնքան շատ վատ աշխատանք կհայց, որ ընտրությունների արդյունքները հնարավոր չի վերահսկել։ Երկրի քաղաքական օրակարգի ամենասպասված իրավական որոշումներից մեկը կհրապարակվի հաշված օրերից։ Այն, թե ինչ եզրակացության կհանգի սահմանադրական դատարանը կարող է ազդել ոչ միայն ընտրական գործընթացի վերջնական իրավական գնահատականի, այլև ներքաղաքական զարգացումների վրա։ Ինչ փուլում է գործի քննությունը և ինչ հարցեր են այսօր գտնվում դատարանի ուշադրության կենտրոնում, ռեպորտաժում։ Հուլիսի 4-ին սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Մինչև այդ հունիսի 30-ին դռնփակ նիստում դատարանն ուսումնասիրում է նաև գաղտնի փաստաթղթեր։ Սակայն դատական գործընթացը ընթանում է ոչ միայն իրավական ձևաչափով, այլ նաև քաղաքական բարձր լարվածության պայմաններում։ Օրինակ, երկուշաբթի նիստը վերածվել էր սուր քննարկումների սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումից հետո։ Իմ կորին համոզման Սեդա Սաֆարյանն առած էր սահմանադրական դատարանի հետ պետք է որևէ տիպի առնչություն ունենալ, դա մեկ, բայց ինքը հավատացեք, գուցե ամենաազնիվն է իրեն դրսևորում այդտեղ նստածներից, որովհետև ի տարբերություն ուրիշների գուցե չգիտի, որ դիտակցնի դա։ Հասկանում եք, ինքը չգիտի, որ մինչև վերջ անկեղծ պետք չի լինել։ Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանադրական դատարանում քննարկվում է դատավորների մասնակցության հարցը։ Օրինակ, սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում գործի քննությանը։ Ըստ հրապարակված հիմնավորման նրանց մասնակցությունը համարվել է անհնարին կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ կասկածների հիմքով։ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը ձևավորվել է տարբեր տարիների ընթացքում տարբեր իրավական և ինստիտուցիոնալ փուլերում։ Դատարանի կազմում ընդգրկված են դատական համակարգից, ակադեմիական ոլորտից և պետական կառավարման տարբեր օղակներից եկած իրավաբաններ։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձր դատարանը կարող է կայացնել մի քանի տեսակի որոշում, ամփոփող թողնել ընտրությունների արդյունքները, հաստատելով ԿԸՀ որոշումը, ամբողջությամբ կամ մասնակի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, սահմանել մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակել ընտրության երկրորդ փուլ։ Իսկ արդյոք սահմանադրական դատարանն ունի բավարար հիմքեր ընտրությունների արդյունքները փոխելու համար։ Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ խնդիրը իրավականից ավելի խորն է։ Սահմանադրական դատարանը երբեք չի ճանաչի ընտրությունների արդյունքները անվավեր, այլ կերպ, քան Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հայաստանի Հանրապետությունում բարձր դատարան ասելով ինչը նկատի ունեք, այն սահմանադրական դատարանը, որը ձևավորվել է սահմանադրական կարգը տապալելու միջոցով, թե մարդիկ են, որոնք ինչ-որ հատուկ գույնի սքեմներ են հագնում, տենց դառնում են բարձր դատարան։ Հայաստանում սահմանադրական դատարանը նախկինում ևս բազմիցս քննության է առել ընտրությունների արդյունքները, սակայն ձևավորված նախադեպը ցույց է տալիս, որ դատարանը հիմնականում պահպանել է ընտրությունների արդյունքների կայունությունը, խուսափելով դրանց ամբողջական անվավերացումից։ Մենք կամ իրականությունը ինքներս մեզ պիտի խոստովանենք, կամ պիտի զբաղվենք աճպարարություն։ Հայաստանի Հանրապետությունում կա մեկ իշխանություն,
որը մարմնավորում է իշխանության բոլոր 3 ծրերը։ Եվ դա ցավոք սրտի Նիկոլ Գովայի Փաշինյանն է։ Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի հրապարակելիք որոշումը կարող է դառնալ ոչ միայն ընտրական գործընթացի իրավական եզրափակում, այլ նաև ազդակ երկրի ներքաղաքական զարգացումների հաջորդ փուլի համար։ Անկախ որոշման բովանդակությունից այն արդեն ընկալվում է որպես քաղաքական եւ ինստիտուցիոնալ ազդեցություն ունեցող փաստաթուղթ։ Ուժեղ Հայաստան դաշինքը սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հույս ունի, որ բարձր դատարանը կկայացնի նոր ընտրություն կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու որոշում։ Կարապետյանի խոսքով Սահմանադրական դատարանի որոշումից հետո նախատեսվում է նաև ընդդիմադիր առաջնորդների հանդիպում հետագա քայլերը քննարկելու համար։ Հիմա մենք բոլորս միասին տեսնենք Սահմանադրական դատարանի կախվածության աշճանը այս իշխանություններից։ Հիմա սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որովհետև դրանից կախված է ինչ հանդիպում ենք մենք պլանավորում։ Եվ նաև այդ հանդիպմանը կորոշվի մանդատներ վերցնել թե ոչ։ Եվ այդ հանդիպմանը մանդատներ որոշելու մենք ժամանակ ունենք, մինչև ամսի քանիս ունենք ժամանակ։ Մինչև հուլիսի ավարտ։ Մինչև հուլիսի վերջը ունենք, մենք այդ ընթացքում նորմալ պայքարելու ենք օրինական մեթոդներով։ Իսկ արդարադատության նախարար Սրփոյի Գալյանի համոզմամբ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավական հիմքեր չկան։ Նրա խոսքով ընտրության արդյունքները վավեր են, քանի դեռ դատարանը հակառակ որոշում չի կայացրել։ Մենք երրորդ կողմ ենք, մենք դիրքորոշում ենք ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը, ուստի պետք է սպասենք դատարանի հետևություններին։ Իրականում տարբեր են քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները, Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանում են։ Նրանց է միանում ինչ-որ առումով նաև միասնության թևերը, այն մյուս երկու ուժերի հետ կապված հանուն հանրապետության և դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են իմ կողմից վերնշված մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։ Ինչու եմ սա նշում, որովհետև կախված այդ փաստարկների բովանդակությունից մեր դիրքորոշումը դրանց մասով տարբեր է։ Օրինակ հանրապետության և դեմոկրատիա, օրենք և կարգապահություն կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել, մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք և միայն մի կետում իրենց հետ կարելի ասել համաձայն չենք, որ դրանք հանգեցրել են ընտրության արդյունքների անվավերության, այսինքն կարող էին հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության, մենք ասում ենք, որ անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն։ Այս ամենի ֆոնին Ադրբեջանը նոր առաջարկ է ներկայացրել անհետ կորած անձանց հարցի վերաբերյալ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը հայտարարել է, թե Բաքուն բաց է աշխարհի համար անհետ կորած անձանց հարցի վերաբերյալ և վերահաստատում է պատրաստակամությունը այս ոլորտում գործակցելու հայկական կողմի հետ։ Առաջարկում են ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին գաղտնի կերպով տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում նրանց թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն էլ հայտարարել է, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 զինվորների ատյուններ։ Նրա խոսքով անհետ կորած անձանց հարցի լուծումը նպաստում է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը։ Իսկ արցախցիները բախվում են այլ խնդիրների։ Բնակապահովման ծրագիրը շատերի համար պետք է դառնար նոր կյանքի սկիզբ, սակայն շահառուներից շատերի համար այն վերածվել է երկարատև փնտրտուքի, հիասթափությունների և դժվար ընտրությունների ճանապարհի։ Ինչն է խանգարում, որ պետական աջակցության շնորհիվ մարդիկ վերջապես տուն ունենան, և ինչ խնդիրների մասին են խոսում հենց ծրագրի շահառուները, պարզել է Անի Աբաղյանը։ 6911 արցախցի ընտանիք արդեն ստացել է բնակապահովման հավաստագիրը, բայց նրանցից ընդամենը 3254-ը ստացածների կեսից էլ քիչ ընտանիք է գտել իր անկյունը։ Մնացած հազարավորները դեռ փնտրում են։
Գյուղից գյուղ, տնից տուն։ Այսպես են անցնում Ասպրամի ընտանիքի հանգստյան օրերը։ 6 հոգանոց ընտանիքն արդեն 1 տարուց ավելի է բնակարանի փոխարեն հասցեներ է փոխում։ Մենք 6 հոգանոց ընտանիք ենք եւ կոնկրետ անհնար է մեզ հասանելիք գումարով գտնել մի այնպիսի տուն, որտեղ կարող ենք նորմալ ապրել, որ ունենա նորմալ ամենամինիմալ նորություններն եմ ասում, բաղնիկ զուգարան նորմալ եւ նորմալ սենյակներ, որտեղ մենք մեր իրերով կգնանք եւ կապրենք։ Այդպիսի գներով մեզ տված սերտիֆիկատով մենք չենք կարող գնել այդպիսի տուն։ Սկզբից մտածում էինք լավ մի $10,000 վարկ կվերցնենք, հետո $20,000, հետո $30,000 ու ասած ավելանում է էլի։ Մենք պիտի գոնե մինիմում $30,000 վարկ վերցնենք, որպեսզի կարողանանք դնել մեր սերտիֆիկատի վրա եւ գտնել մի այնպիսի տուն, որտեղ կարող ենք ապրել։ Թանկ են բնակարանները, տները եւ ավելի է թանկացել, երբ աջակցության չափը վերանայել ու բարձրացրել է կառավարությունը, նշում է Ասպրամ Ավանեսյանը։ Շուկան չի վերահսկվում եւ եթե Աբովյանում օրինակ պետությունը առաջարկում էր 3 միլիոն դրամ եւ այդ 3 միլիոն դրամի եւ Աբովյանի ժողովուրդը գիտեր, որ պետությունը Ղարաբաղցիների համար Աբովյանում առաջարկում է 3 միլիոն դրամ, իրենք ըստ այդ 3 միլիոնի գումար էին իրենց տունը, իրենց տան համար գումար էին սահմանում։ Երբ պետությունը, կառավարությունը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ որ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանամերձ շրջաններում նաեւ Աբովյանում օրինակ գումարը բարձրացվելու է 1 անձի հաշվով, աբովյանցիները որոշեցին, որ իրենց տան գումարը, չգիտեմ ինչու, պետքա բարձրանա։ Իրենց տունը ավելի մեծ արժեք ստացավ։ Արցախից բռնի տեղահանված անձանց դիտարկումները, որ անշարժ գույքի շուկայում տների գները բարձրացել են եւ չեն կարողանում տեղավորվել պետության տված գումարի մեջ, ավելի շատ Երևանին եւ Երևանամերձ հատվածներին է վերաբերում, վստահեցնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Գայանե Ղարագյոզյանի խոսքով խնդիրը հիմնականում Երևանում է։ Եթե խոսում ենք արժեքի մեջ չտեղավորվելու մասին, խոսքը բացառապես Երևանի մասին է եւ փոքր կազմով ընտանիքները, ովքեր Երևան կամ Երևանամերձ բնակավայր են նախընտրում։ Մնացած բոլոր դեպքերում հիմնականում աջակցությունը բավականացնում է։ Ասպրամի ընտանիքն ասում է, Երևանը երբեք չի եղել իրենց ընտրությունը։ Եվ մինչ նրա ընտանիքը տուն է փնտրում, Սոֆիայի ընտանիքը վերջապես գտել է։ Նրանք ոչ միայն Երևանը չեն ընտրել, այլև հենց սկզբից որոշել են Տավուշում ապրել։ Անկամ այնտեղ տուն գտնելու համար 1 տարի է պահանջվել։ Տեղահանվելու առաջին իսկ շաբաթներից եկել է Իջևան եւ երբեք չենք դիտարկել Արցախից հետո հենց Երևանը որպես ապրելու վայր եւ մենք նաեւ չենք ընտրել Իջևանը կամ այլ մարզ որպես ավելի մատչելի տարածք։ Մենք եկել ենք Իջևան, որտեղ մենք ուզում ենք ապրել մարզում, ուզում ենք նպաստել մարզի զարգացմանը եւ այսպիսի մանկություն ենք ուզում մեր երեխայի համար եւ ապագա մեզ համար։ Իջևանում այսօր տները 20 միլիոնից պակաս ապրելու պիտանի տուն դուք չեք կարող գտնել։ Եվ նույն տունը, որը մենք գնել ենք, 17 միլիոն 100,000 դրամով եւ եւս 6-7 միլիոն ծախսվում է, որպեսզի այդ տունը դառնա պիտանելի բնակության, այս նույն տունը մի քանի տարի առաջ $30,000 չեն կարողացել վաճառել մարդիկ։ Շահառուները պնդում են, որ ծրագրի մեկնարկից հետո թանկացել է հատկապես մարզերի երկար տարիներ չօգտագործված լքված բնակֆոնդը։ Անկամ իջևանցիները չեն հավատում, օրինակ Գետահովիտ գյուղում բռնի տեղահանված ընտանիքը տուն է գտել ավելի քան $45,000-ով։ Այն դեպքում, երբ այդ նույն տունը տարիներ առաջ $30,000-ով անգամ չէին կարող վաճառել։ Բայց սա միայն տան գնի մասին պատմություն չէ, սա նաև ամիսներ տևող փնտրտուքի, բանկերի գնահատումների, հերթական մերժումների եւ անորոշ սպասման մասին է։ Բանկերը նույնիսկ չեն գնահատում այդ տները այնքան, ինչքան տանտերերն են հայտարարում։ Մեր տունը մի քանի անգամ է գնահատվել։ Ես երբեք չեմ մոռանա այդ օրը, ես հղի էի այդ ժամանակ, բանկը հերթական անգամ երբ ցածր գնահատեց, մենք չէինք կարող իրացնել այդ գումարը, բանկի սրահի մեջտեղը կանելացել եմ ուղղակի, որ էլ չեմ դիմանում, ասեցի։ Նախարարության տվյալներով բնակարան ձեռք բերած ընտանիքների մի մասը լրացուցիչ գումար չի վճարել, սակայն կան նաև հարյուրավոր ընտանիքներ, որոնք ստիպված են եղել սեփական միջոցներ կամ վարկներ գրավել, իսկ նրանք, ովքեր դեռ չեն գտել տուն, շարունակում են վարձով ապրել, արդեն ունենալով հավաստագիր, բայց դեռ չունենալով հասցե։ Ամեն անգամ գնում էինք, ասում էինք, վայ, ինչ կլինի, ստացվի գոնե այս լինի, գոնե այն լինի, հետո արդեն այս աշխատանքը դարձավ մեխանիկական աշխատանք, գնում տեսնում, հավանում կամ չէինք հավանում ու հետ էինք գալիս ու
տենց ոչ մի արտասովոր բան էլ, եւ մի տարի է մենք այդ գործի վրա ենք։ Վերջին տարի ու կեսի ընթացքում երբ մի քանի ամիս է որ դադար էինք տվել, զուտ արդեն այնքան շատ էինք մի շրջաններ, որ հոգնել էինք շատ, համ հոգեբանորեն էինք ճնշվել, որովհետեւ չէինք կարողam գտնել, որոշել էինք, որ մի շրջան դադար տանք ու էլ չփնտրենք, դրանից հետո մենք ամբողջ ընթացքում փնտրել ենք ու մինչև հիմա էլ փնտրում ենք։ Բնակապահովման ծրագրի շուրջ ձևավորված խոսույթը նաև մեկ այլ խնդիր է առաջ բերել՝ ատելության խոսք։ Սոֆիայի խոսքով, երբ պաշտոնական մակարդակով շեշտվում է, թե մարդիկ գումարի մեջ չեն տեղավորվում, որովհետև ցանկանում են ապրել Երևանում, այդ ընկալումը տարածվում է նաև հասարակության մեջ։ Որ մարդիկ ծրագրից դժգոհ են եւ գումարի մեջ չեն տեղավորվում, որովհետեւ ուզում են անպայման Երևանում ապրել, այս խոսույթը մարզերում բավականին տարածված է եւ ես շատ եմ լսում այն մեր տարածքում, որ դուք դժգոհ եք, որովհետեւ դուք ուզում եք ապրել Երևանում։ Այնինչ մենք հենց սկզբանե տավուշում ենք եւ տավուշում ունենք նպատակներ եւ ուզում ենք մնալ այստեղ։ Եղել են այս ընթացքում հուսալքության օրեր, դժվարություններ, որոնք կարող էին ստիպել գնալ մայրաքաղաք, բայց մենք դիմացել ենք, մնացել ենք, որտեղ մեր նպատակները այստեղ են։ Եվ այդ ֆոնի վրա եւ այս տուն ձեռքբերելու դժվարությունների ֆոնի վրա լսել, որ այ ձեզ նվիրում են տուն, իսկ դուք դժգոհ եք, որովհետեւ դուք Երևանն եք ուզում։ Այո, այս խոսքը, ես այս խոսույթը շուրջը լսում եմ բնակիչների շրջանում, ոչ բոլորի իհարկե, բայց ամեն ինչ ինձ թվում է նաև ցուկը փտած է գլխից, որովհետև եթե ձևակերպենք ոչ թե այնպես, որ մարդկանց տուն են նվիրում, իսկ իրենք դժգոհ են, այլ ձևակերպենք այնպես, որ այս մարդիկ ունեին իրենց տունը, Հադրութում, Մարտակերտում, Մարտունիում, շատ հաճախ ավելի լավ պայմաններով եւ իրենք չպիտի լինեին Տավուշում, Երևանում, Աբովյանում եւ այլուր։ Իմ ընտանիքը Հադրութում ուներ իր տունը, կարիք չուներ ուրիշ տան եւ 30 տարի այդ տունը քարը-քարին դրել է։ Հավաստագրերի, իրացված գործարքների եւ միլիոնների մասին վիճակագրության հետևում հաճախ չեն երևում այն ապրումները, որոնց միջով անցնում են տուն փնտրող ընտանիքները, որոնցից մի քանիսը ընդամենը բարձրաձայնում են զրուցակիցներս։ Միշտ որ խոսվում է այս մասին, այդպես շատ չոր է խոսվում, շատ մեխանիկորեն է խոսվում, բայց այս բոլոր տարիները, օրերը կամ որ նստում ենք տուն փնտրելու այդ գործընթացը ապրումներ են ու այս դեպքում ոչ հաճախ դրական ապրումներ, որովհետև վերջնաարդյունքը երբեք այս մեկ տարվա ընթացքում գոհացուցիչ չի եղել, բայց մենք այդպես կոնկրետ տրամադրված ենք էլի տուն ձեռք բերել, որովհետև վարձով ապրելը արդեն անհնար է։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքները կարծում են, որ բնակապահովման ծրագրին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ։ Զրուցակիցներից խոսքով, պետությունը պետք է գտնի անշարժ գույքի շուկայում արհեստական գնաճը զսպելու մեխանիզմներ, որպեսզի աջակցության յուրաքանչյուր բարձրացում չարտացոլվի բնակարանների ու տների գների վրա։ Բացի այդ, մարզերում նոր բնակելի տների կառուցումն ու շահառուներին առաջարկելը կարող էր թեթևացնել հազարավոր ընտանիքների ճանապարհը։ Քանի դեռ զրուցակիցներից գնահատմամբ նման լուծումներ չեն կիրառվում, 6911 հավաստագրերից դեռ հազարավորները չեն էլ վերածվի տան բանալու։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Առողջապահության նախարարությունն էլ ներկայացնում է ապահովագրական համակարգի ընդլայնման նոր փուլը եւ խոսում արդեն արձանագրված արդյունքների մասին։ Սակայն ծրագրի ամփոփմանը զուգահեռ ուշադրության կենտրոնում մնացին նաեւ ոլորտի խնդիրները, որոնց շուրջ հնչող հարցերին սպառիչ պատասխաններ այդպես էլ չտրվեցին։ Ինչ է փոխվելու առաջիկայում եւ ինչպիսի մարտահրավերներ են դեռ մնում համակարգում, ռեպորտաժում։ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցներ ունենք պոլիկլինիկաներում։ Անահիտ Ավանեսյանն է հայտարարել ասուլիսի ընթացքում։ Առողջապահության նախարարը ապահովագրական համակարգի ներդրման 6 ամիսն է ամփոփել։ Հայաստանում հունվարի 1-ից գործող համակարգի շահառու է 1.700.000 մարդ, որոնցից կեսն օգտվել են ծրագրից։ Ծառայություններից օգտվել է 842.750 անձ։ Սա բավական մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե կանխարգելիչ, թե սկրինինգայի եւ թե ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու բժշկական ուրեմն ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել։
Այս ցանկում հաջորդ հունվարից ընդգրկվելու են նաև տաքսու վարորդներն ու բոլոր գրանցված աշխատողները, անկախ աշխատավարձի չափից, բայց եթե 183 օր բացակայել եք երկրից, ընդհանրապես զրկվում եք ապահովագրությունից։ Առաջիկա 1.5 տարում նախարարությունը նախատեսում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ընդգրկել համակարգում։ Արդեն 28 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ եւ ավարտել պետական պատվերի ծրագրերը 28 թվականի հունվարից արդեն պետական պատվերը որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի։ Սակայն նույն ոգևորությամբ Ավանեսյանը չմեկնաբանեց բժիշկների աշխատավարձի ու պոլիկլինիկաներում հերթերի խնդիրը։ Այն, որ բժիշկների աշխատավարձը այցելությունների քանակից է կախված, նորմալ է համարում նախարարը, իսկ պոլիկլինիկաներում հերթերի սպասման ամենաերկար ժամկետը 2 շաբաթն է, ինչը ըստ նախարարի լավ ցուցանիշ է։ Այո, մենք ունենք թերապևտներ, ովքեր որ շատ պահանջված է, եւ այո, նրանց մոտ կարող է անհատ թերապևտների մոտ ավելի երկար լինի սպասման ժամանակը, բայց միջին հերթագրման ժամկետը 2 շաբաթ է, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ։ Ապահովագրության ու հերթերի ֆոնին արդեն 51-րդ օրն են ու Բարաշենք քրեակատարողական հիմնարկում անձը հացադուլի մեջ է։ Դիտորդ մարմնի կողմից քրեակատարողական հիմնարկում վերջերս արված մոնիթորինգով արձանագրվել էին առողջության ու կեցության համար անմխիթար պայմաններ, ինչի պայմաններում էլ պահվել էր հացադուլ իրականացնող անձը։ Հնարավորինս արվում է ամեն ինչ, որ պահպանվի նրա ուրեմն հացադուլ իրականացնելու իրավունքը։ Ավանեսյանը խոսեց Արմավիր քրեակատարողական հիմնարկում առողջության ապահովման բարելաված պայմանների մասին, բայց լռեց Նուբարաշենի անմխիթար վիճակի վերաբերյալ։ Նաև չմանրամասնեց, ինչու է հացադուլի 45-րդ օրը նախարարության հետ կապ չունեցող դիտորդ մարմնի արձանագրությունից հետո միայն հացադուլ իրականացնող անձը տեղափոխվել ավելի բարվոք պայմաններ։ Փոխարենը հայտարարեց, պատրաստվում է Ստամբուլ այցելել։ Այո, ես մեկնելու եմ Ստամբուլ ԱՀԿ-ի կողմից ուրեմն ռեգիոնալ ժողովի, որը կազմակերպվում է Ստամբուլում, այն վերաբերելու է երկրաշարժերի եւ ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգերի փոխգործունեության եւ նաեւ էմերջենսի թիմերի աշխատանքի մասով։ Առողջապահության համակարգի ընդլայնման հաջորդ փուլերն արդեն հստակ են։ Նույն հստակությամբ կլուծվեն արդյոք հերթերի, բժիշկների վարձատրության կամ քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության հարցերը, պատասխաններ դեռ չկան։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատերազմը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև Լիբանանում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները եւ անհրաժեշտության դեպքում ազդեցություն գործադրի Իսրայելի վրա, փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման համար։ Բաղայի խոսքով Թեհրանը ԱՄՆ-ի գործողությունները գնահատելու է հենց այն հուշագրով ամրագրված պարտավորությունների կատարման հիման վրա։ ԱՄՆ գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի 2025 թվականի հունվարի 20-ի հրամանագիրը, որն արգելում էր Միացյալ Նահանգների քաղաքացիություն տրամադրել երկրի տարածքում ծնված երեխաներին, եթե նրանց ծնողները չունեին օրինական բնակության իրավունք կամ ժամանակավորապես գտնվում էին երկրում տուրիստական վիզայով։ Այս որոշմամբ վերահաստատվել է, որ ծննդյան ուժով համընդհանուր քաղաքացիության իրավունքը գործում է անմիջականորեն առանց որևէ սահմանափակման, ինչին դեմ էր Թրամփը։ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է փոփոխություններ օրենսդրության մեջ, որոնք արգելում են 16 տարեկանից փոքր անձանց գրանցվել սոցիալական ցանցերում։ Օգտատերերը պարտավոր կլինեն հաստատել իրենց տարիքը, գործածելով բանկային քարտ, էլեկտրոնային փոստի հասցե եւ հեռախոսահամար։ Տվյալների ճշգրտության համար պատասխանատու կլինեն բջջային եւ ինտերնետ կապի մատակարարները։ Ավելին 16-ից 18 տարեկան օգտատերերը գրանցվել կկարողանան միայն օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք վաղ առավոտյան ժամի 9-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։